Հավաքյանն այո։ Բարև ձեզ հարգելիներս։ Այո, բարև ձեզ հարգելիներս։ Կարապետյան Սամվելը մեծատարով, մեծահոգի, հզոր մարդ է։ Նրա նման մարդիկ հայ ազգին շատ են պետք։ Ինչի համար է բռնե փակելա քիչ չի մի հատ էլ բոմբժ անվանում։ Ինչի այդպիսի մարդկանց բոմբժ համարելը իրավունք չկա։ Շատ է որ ինքը քաղաքապետ է, շատ է որ ինքը քաղաքի, եթե քաղաքապետը ներ կարգի, այս հայ ազգին չէր կայնացնի կործանման կետին։ Ինքը 6 տարվա մեջ 4 հատ կռիվ է բերել։ Հայ ազգին կայնացրել կործանման կետին։ Ինքը որ պետք է այդ հողերը տար, ինչի սարքեց այդքան պատերազմ, այդքան ջահելի գլուխ կերավ, ինչի համար որ պետք է հայ ազգին սարքեր կործանման կետին, այդքան հայ ազգին պարկացներ ջահելներին, հիմի սաղ աղջիկները մնացել են, ազգը կործանեց, չի կարա ազգը բարևաճի, որովհետև տղամարդ չկա, որտեղից պետք է ծնունդը լինի։ Կարապետյան Սամվելը մեծահոգի, մեծատարով մարդ է, սաղ կառույցները իր ձեռքերով է, իր հունարով է, 90-ական թվականներին ինքը կայնած է եղել հայ ազգի կողքին, ինքը միշտ օգնել է, ինքը բարերար է, որ քաղաքը մտնում է լրիվ իր շինարարություններն է, բոլորը լրիվ իրան հարգում են որպես քաղաքացի, որպես մեծահոգի մարդ, բայց Փաշինյանը ինչ է արել, ինչա ոչ մի բան չի արել, խաղաղությունը, ինքը որ ասում է խաղաղություն, ինքը անում է ճիշտ հակառակը, ինքը որ ասում է խաղաղություն, ինքը անում է ճիշտ հակառակը, 4 տարվա մեջ, 6 տարվա մեջ 4 հատ կռիվ է բերել, ինքը ասում է, եթե ես չլնեմ սեպտեմբերից, ինչի է շեշտում սեպտեմբերից, որ կռիվ կլինի, մեծ պատերազմ կլինի, ես իմ քրոջ հետ խոսում եմ, ինքը ասում է, ես վախենում եմ, մտել են հիմնարկ, ասել են, եթե չպաշտպանես Փաշինյանին, դուք դիակ եք, ինչի, բոլորին վախի մեջ է պահում, չեմ շեշտի, բոլորը գիտեն, որ ինքը վախենում է, այո, ինքը վախենում է, բոլորին վախի մեջ է պահում, բոլորը վախենում են իրանից, Կարապետյան Սամվելը պարզ, հպարտ, հզոր մարդ է, որը կայնած է հայ ազգի կողքին, որը օգնում է միշտ հայերին, բայց ինքը ինչ արել, այս 6 տարվա մեջ ինչ արել, ոչ մի լավ բան չի արել, ոչ, թոշակները ասում է, որ կբարձրացնեմ, հիմա ինքը գիտի ինչ անում, հիմա է ուզում բարձրացնի, որ ժողովուրդ իրան ընտրեն, բայց իրան ոչ մեկ է չի ընտրի, ով ընտրել է փոշմանել է, որովհետև ինքը ընտրելու մարդ չի, ինքը հեծանիվից հել է Սամայլոտի վրա ու մարդկան ձեռա, մարդների արանքով նայում մարդկանց, այո, ինքը վախկոտ է, ինքը ոչ թե մենակ անունից է վախենում, իր նկարներից է վախենում, հաղորդում է, հանեք նկարները, հանեք իր անունը, հիմա է վախենում անունից, ինչի համար, որովհետև ինքը շատ մարդու գլուխ է կերել, վախից ինքը չգիտի ինչ անի, ինքը վախից չի կարող իր գլուխը դնի բարձին, սրտիկներ է ուղարկում, նշաններ է սարքել, հայ ազգի հողը տվեց իր ազգին, ես գիտեմ, որ ինքը հայ չի, իր ազգին, փոքր ասել, սարքեց մի փոքր նշան, որ այդ բրոշկեն տեղավորվի իր ադոշին, չի ամաչում, քաղաքներով ֆռում է, գյուղերով ֆռում է, նշաններն է բաժանում, այդ բրոշկեքն է բաժանում, դրանցով է մարդ, սրտիկներ անում, լուրջ տղամարդը սրտիկ կանի, առավոտը շուտ սրտիկներով է մարդկանց բարևում, լուրջ տղամարդը սրտիկներ չի ուղարկի, այ լուրջ տղամարդը ես տեսնում եմ Կարապետյան Սամվելին, մեծահոգի, մեծատարով, հզոր մարդ է։ Այո, ես ավելացնեմ այն, որ ես 2019 թվականից իր պատճառով ես մնացի անզուգ մանկավարժ, քանի որ ինձ կանչեցին դասի ժամին, երբ որ ինքը ընդունվեց, ինձ կանչեցին, ես ունեի ընդամենը 30 ժամ, դասավանդում էի ռուսերեն եւ ֆրանսերեն, եւ ինձ հանգարցակի կանչում են դասի ժամին եւ ասում են Կարպիսը նա պետք է ներկայանաս տնօրենի մոտ քննության, անսպասելի ձևով։ Խնդիր չկա, ես մոտիկանում եմ, քննությունել հանձնեցիք բան, բայց ինձ ցենց արեցին, կներեք, но мы не можем вас, вы хороший педагог, но увы։ Ընդունեցին ջահել աղջիկ, Իջևանը գրած, դիզայն կուլտուրա ավարտած ֆակուլտետը եւ այնտեղ անգամ город Իջևան, по-русски написано с маленькой буквы։ Էլ ոչինչ չեմ ասում։ Այդքանը, որ այսօր ես իր պատճառով չեմ կարողանում էլ ոչ մի դպրոց մտնեմ, քանի որ կաշառքը չվերացավ, դուրս գալուց ժողովուրդ ջան անմիջապես ասել եմ ոչինչ չփոխվեց, երբ որ բոլոր մեր օտար լեզվի ֆակուլտետը ինձ սպասում է եւ ասեցի ոչինչ չի փոխվել, երբ որ ինձ կանչեցին հաջորդ դպրոցները եւ ասեցին $2500 կտաս, մինչեւ $5000 խնդրեմ կնստես ու շրջուի կամ տնօրեն, քանի որ ունեի եւ տնօրենության հավաստագիր, այսքանը կարամ ասեմ
Ոչ սարսափելի է, էլի ես բան չեմ ասում։ Այո, սա